թուղթ եմ ստորագրել, նախաստորագրել, հետո ասես մեր տիրապետության տակ դեռևս կան տարածքներ, որոնք ադրբեջանական են։ Այս իշխանությունը Վրաստանի իշխանության հետ չունի այդքան լավ հարաբերություններ, որտեվ ընտրությունից հետո աջակցել է պրո-արևմտամետ ուժերին։ Հայտարարում է սահմանի բացում մի հատ պետության հետ, որը ուղղակի գալու է խեղդի քո այս ոլորտը։ Թուրքիայի մասին է խոսքը։ Եթե վարչապետի թեկնածու լինի կոալիցիան կառավարությունում Ռոբերտ Քոչարյանը, իրենք իրենց ձայնը չեն տա, ինչ եք դուք կարծում։ Եթե ուզում ես փոփոխություն, պիտի կենտրոնանաս երիտասարդների վրա։ Գագիկ Մելքոնյանն էլ էր ասում, որ ճիշտ է մեր զինվորները զոհվեցին, բայց զատո ելակ ուտելով զոհվեցին։ Ինչի՞ եք դուք հիմա դուրը փակում։ Ոչ ոք չի ասում, որ հիմա Ալիևի տիրապետության տակ, այս ռեժիմի տակ պիտի գնան ապրեն։ Բայց ասում են, որ հիմա եթե չխոսենք, դա հնարավոր չի լինի նաև 10 տարի հետո, 15 տարի հետո, 20 տարի հետո, 5 տարի հետո։ Դե մենք ցույց ենք տվել, որ նույնիսկ ռազմական բալանսի խախտման դեպքում դիվանագիտորեն մենք կարողացել ենք Արցախը պահենք։ Բայց հետո Տիկին Վարդանյան, Տենց նախընտրական քարոզ արշավը ոչ պաշտոնում պես, բայց արդեն մեկնարկել է, ոնց է ձեր մոտ ընթանում։ դժվար նկատի ունեմ շատ գործ կա, ծանր, բայց չեմ դժգոհում, տենց էլ պիտի լինի։ Այո, օրինակ հիմա մենք տարբեր կուսակցություններից շատ ենք լսում, որ իրենք հայտարարում են, որ եթե վարչապետի թեկնածու լինի կոալիցիան կառավարությունում Ռոբերտ Քոչարյանը, իրենք իրենց ձայնը չեն տա, ինչ եք դուք կարծում, ինչքանով է ձեր հաղթելու շանսերը մեծ էս առումով ու կհաղթեք, թե հարցս այն է, որ ինչ տրամադրվածություն դուք ունեք այս առումով, եթե կուսակցությունը ձեր հանդեպ սենց են տրամադրված։ Բնական է նախ, եթե ուզենայի Ռոբերտ Քոչարյանը լիներ թեկնածու վարչապետ, կգային մեր ցանկով կմասնակցեին։ Բնական է, որ այս փուլում ամեն մեկը պայքարում է իր ծրագրի, իր վարչապետի թեկնածուի համար, բայց ես պարզ ճշմարտություն գիտեմ, ոնց մարդիկ քվեարկեն, տենց էլ լինելու է։ Ում ամենաշատ ձանին տան, ինքն էլ լինելու է, ու բոլորը հաշվի են նստելու ժողովրդի քվեի հետ։ Իսկ օրինակ երիտասարդության հետ ոնց է աշխատանքը տարվում։ Ամենաուշադիրը, ամենակենտրոնացածը երիտասարդների հետ աշխատանքի վրա ենք մենք, որովհետև ամենակարևորն է փոփոխությունները գալիս են կամ չեն գալիս երիտասարդներից, շատ կարևորում ենք, բոլոր սոցիոլոգիական հարցումներություն տալիս, որ ամենահակաիշխանական հատվածն է, դրա համար եւ պլատֆորմը գրելուց, եւ աշխատանքները պլանավորելուց, եւ հանդիպումները կազմակերպելուց մեր ֆոկուսումը։ Ես էլ եմ հետևում, որ շատ ակտիվ եք երիտասարդների հետ աշխատանքի արդյունքում ու իմ կարծիքով շատ մեծ է լինելու իշխանապողության ժամանակ հենց երիտասարդների դերը, որտեվ թե 18 թվականին թե ընդհանրապես առասարակ երբ որ նայում ենք իշխանապողությունների ժամանակ, երիտասարդները միշտ իրենց կարևորագույն ու ակտիվ դերակատարումն են ունենում ու այդ առումով շատ գովելի է, որ ձեր դաշինքը երիտասարդների շատ ակտիվ աշխատանք է տանում։ Այլընտրանքը չկա դրա, եթե ուզում ես փոփոխություն, պիտի կենտրոնանաս երիտասարդների վրա, շատ տրամաբանական է ու գիտեք երիտասարդներն են, որ ամենաերկարը Հայաստանում պիտի ապրեն, իրենք են, որ ամենաշատը հետևանքներն են զգալու ճիշտ կամ սխալ ընտրության, դրա համար մենք իրենց ուղիղ ասում ենք, որ դուք 1000 անգամ ավելի լավը եք արժանի, քան հիմա կա, ու նայեք, տեսեք, որ բոլոր այլընտրանքները, որ հիմա առաջարկում են, խոշոր հաշվով բոլորը նկատի ունեմ, չեմ ասում սատելիտների իշխող ուժի, շատ ավելի լավն են, քան հիմա ինչ որ կա։ Ու այս անիշխանությունը չի, որ ձեզ ամենաերկարը պիտի ղեկավարի։ Վերջին ձեզնից ինչ են խնդրում։ 8 տարի ղեկավարելուց հետո եւս 5 տարի, որ 13 տարի ամենաերկար կառավարող ուժը լինեն։ Լավ, իրանք ամենաարժանին են դրան, չէ հաստատ։ Իսկ օրինակ արդեն դուք ներկայացրեցիք ձեր ծրագրի մեջ կային կետեր, որ իրոք իրանք շատ լավն էին ու առաջին անգամ են հենց այդ խոցելի խնդիրների մասին խոսում, օրինակ տաքսիստների ու գյուղացիների աշխատանքը ստաժ համարելը, դուք խոսում եք, որ պետքա աշխատատեղերը շատացնեք, այսինքն տարեկան 45000 աշխատատեղ ու 5 միլիոն զբոսաշրջիկ, որ երկիր կան, գործնական առումով դրանք ոնց եք դուք պատկերացնում։ Նախ երիտասարդների մասին երբ որ խոսեցինք, առաջինը դրա համար եմ ասում, որ ծրագիրը կազմելուց էլ են իրանք մեր ուշադրության կենտրոնում եղել, անվճար կրթություններ, մենք շատ երկար խոսել ենք երիտասարդների հետ, այս տարիների ընթացքում համարյա ամեն շաբաթ հանդիպել ենք մեծ խմբերով, փոքր խմբերով ու հարցրել ենք, էլի, ինչն է իրանց ամենաշատը մտահոգում, կրթական ոլորտն է, մենակ վարձը չի, բայց վարձը առաջին հերթին եւ որակը, մենք այդ ամբողջը պիտի փոխենք, կոնցեպտուալ առումով պիտի փոխենք, այսինքն մենք պիտի ունենանք հայկական կրթական համակարգ, նախադպրոցականից մինչեւ բու ու դա այո այս երկիրը այս մասշտաբներով կարող անվճար լինի մեր հարևան Վրաստանը անցում կատարեց դրան դա բարձրացնելի բեռ չի խոսում ենք տարեկան մոտավորապես 150 միլիոն դոլարի մասին որ լուրջ եմ ասում եթե սպարքի վճարների բյուջեը բան կրճատես միջել տնտեսություն զարգացնես կգա այդ գումարը կկանգնի էլի եւ այդ այն առաջնահերթություններից մեկն է, որ մենք երիտասարդներին առաջարկում ենք, այսինքն Հայաստանում պիտի, որ դու գումար չունենաս դրա համար չկարողանաս
ուսում ստանալ այդ բացառվի, բայց միևնույն ժամանակ որակը լրիվ պիտի փոխվի ու կրթությունը պիտի համապատասխանեցվի առաջնահերթություններին պետության։ Այս կրթական ոլորտում հաջորդը տաքսիստներից խոսեցի, գիտեք, այդ առաջարկները որտեղից են ծնվել, ամեն օր այդ մարդկանց հետ շփվելով, ամեն օր դու շփվում ես մարդկանց հետ, 14 ժամ աշխատում են մարդիկ։ Մարդիկ մեծամասնությունը կրկնակի են հարկվում, այսինքն մի հատ հարկ են տալիս, մի հատ հարկ են տալիս այն ընկերությունը, որը իրանց բան անում, սպասարկումն է ապահովում, հիմա անուններ չտամ, ու չեն կարա մարդիկ վարկ վերցնեն օրինակ։ Թոշակի չեն կարա գնան, ստաժ չեն ունենա, այսինքն նորմալ կենսաթոշակ չեն կարա ստանան։ Բայց մարդիկ գրանցված են, հարկ են տալիս, այսինքն պետությունը գիտի, իրանցից հարկ ստանում է, բայց ստաժ չի համարվում, դրա արդար լինելը ո՞րն է։ Այդտեղից է եկել այդ փոփոխությունը։ Մենք վարորդների համար, այսինքն Երևանի համար ընդհանրապես առանձին պլատֆորմ ունենք, որը շուտով կներկայացնենք, հուսամ դրանից էլ կխոսենք։ Մենակ այդ չէ, բալային համակարգի վերացումը ամեն օր, նախ մերոնք էլ են վարորդներ, շատերը վարում են, ես չէ, բայց կոնկրետ տաքսիստների առաջարկը ամեն օր այդ մարդկանց հետ շփվելուց ու այդ անարդարությունը զգալուց իսկապես դա պիտի փոխվի ու հասկանում եք, այսինքն պետության առաջնահերթությունների մասին է խոսում։ Եթե ուզենաս մի հրամանագրով կարաս փոխես ու մարդկանց կյանքը հեշտացնես, ուղղակի չես մտածում, չես անում։ Նույնը գյուղացիների մասով մարդը աշխատում է, մշակում է հողը, բարիք է ստեղծում, մեզ ապահովում է սննդամթերքով, կանաչիով, ամեն ինչով, բայց դա աշխատանք չի համարվում։ Ինչի։ Ու հələ այդ ամեն ինչն էլ մի կողմ, իր ապրելով ու աշխատելով գյուղում, պահում է պետությունը, չի դատարկում գյուղը, սահմանները չի դատարկում։ Հիմա նվազագույն բանը, որ կարող ես անել, գնահատել իր աշխատանքը։ Մենք առանձին պլատֆորմ ունենք, առանձին կետ ու շատ սկզբունքային ա եղել մեր համար, որ դա կոնկրետ առանձին բլոկ լինի թմրամոլության ու խաղամոլության դեմ պայքարը։ Մեր մոտ դա համաճարակի է վերածել, երիտասարդության շրջանում ամենատարածված աղթն է, ցավոք սրտի դեպրոցներ հասած աղթն է, ու այն մասշտաբների է, որ ուղղակի առանց պետական հավանավորության դա չի կարա լինի, որովհետև գիտեք, երբ որ ամեն դպրոցում է արդեն դա ու մեծ մասի օգտագործում են ծանոթ են, դա արդեն ամեն մեկի տուն մտել է համարը։ Այս պետական հավանավորությունը բացի դադարեցնելը ամենախիստ միջոցներով պայքարել զրո հանդուրժողականություն թմրամոլության դեմ, խաղամոլության այդ ոլորտը կանոնները խստացնել, աշխարհում լավագույն փորձերն են ուսումնասիրել, տարբեր մեթոդներ կան, սկսած սահմանաչափեր դնելուց մինչև այլ մեթոդիկա կիրառել, անձին իր կամքով սահմանափակել հասանելիությունը, օրենսդրությունը խստացնել, էսա նաև մեր առաջարկը։ Զբոսաշրջությունը եւ աշխատատեղերը, այսինքն երկիրը ոնց է գրավիչ դարձնում։ Օրինակ, չգիտեմ երիտասարդների հիմա Euronews նայում են թե չէ, շատ վստահ չեմ, դա եվրոպական ալիք է, որը եվրոպական լուրերն է բանանում։ Եթե դուք գցեք այդ ալիքը եւ նայեք, եվրոպական ամենաշատ հանդիպող գովազդը օրինակ Ադրբեջանի մասին գովազդն է։ Պետությունը ստեղծել է իր բրենդ, վճարում է, գովազդում է երկիրը, գովազդում է հաճախ իրականությանը ոչ համապատասխան, դրանով ներգրավում է զբոսաշրջիկներ, ստեղծվում է ենթակառուցվածքներ, հետաքրքրություններ։ Այսինքն տենց է աշխատում, կախարդական փայտիկներ չկա, ուզում ես, պիտի բարձրացնես երկրիդ գրավչությունը, ուզում ես շատ զբոսաշրջիկ կա, պիտի ենթակառուցվածքներ ստեղծես, պիտի գովազդես երկիրդ։ Օրինակ մենք հպարտանում ենք, որ 10 միլիոն աշխարհասփյուր հայեր ունենք, չէ՞։ Դրանց մեջ շատ հայտնիներ ունենք։ Օրինակ մեկը համագործակցել է իրանց հետ այս ոլորտով, շատ ծանր քաղաքական չեմ ասում, զբոսաշրջությունը Հայաստան խթանելու ուղղությամբ։ Չէ, որտեվ չեն մտածում այդ ուղղությամբ։ Ու այսպես մնացած բոլոր կետերը ծրագրային։ Դե հա, 8 տարվա մեջ իշխանությունը գյուղերի մասով աշխատանք տենց այդքան էլ չի տարել, մենակ իրանց օրոք գյուղերը հայեթափվել են, օրինակ հենց 2021 թվականն է իր ընտրողների մեծ մասը գյուղերից էին, ու այսօր գյուղացիները դժվար կացության մեջ են, որտեվ այս իշխանության վարած քաղաքականության շնորհիվ օրինակ օրը մեջ կարա Լարսը փակվի ու գյուղացին վերջ չկարն իր ապրանքը արտահանի, էլի գալիս է իշխանության թույլ ու դիլետանտ լինելուց, օրինակ եթե լինի մեր երկրում ղեկավար, որը հաշվի է նստում իր երկրի բնակիչների հետ, բնական է գյուղացիների հոգսը ավելի կթեթևանա, հաստատ իրանք խնդիր չեն ունենա նույն Վրաստանի հետ, որ իրանք բեռները տեղափոխեն Վրաստան, օրինակ շատ է խոսակցություն գնում, որ այս իշխանությունը Վրաստանի իշխանության հետ չունի այդքան լավ հարաբերություններ, որտեվ ընտրությունից հետո աջակցել է պրո-արևմտամետ ուժերին ու այդ խոցելի է դարձնում մեր ու Վրաստանի հարաբերությունները։ Դա ակնհայտ է, որ խնդիրներ կան Վրաստանի հետ հարաբերություններում, որտեվ քո ապրանքները կարող է ամիսներով ու շաբաթներով առանց բացատրության ուղղակի տենց մնան, միտեղ կանգնեն ու մնան։
ու ոչ մի բացատրություն չկարողանա ստանալ։ Քո քաղաքացիների համար կարող են արհեստական խնդիրներ ստեղծել։ Ինչ վերաբերում է գյուղի նկատմամբ հոգատության ու գյուղացու, ժողովուրդ, մենք երկիր ենք, որտեղ գյուղատնտեսությունը ունի էական նշանակություն համախառն ներքին արդյունքի մեջ, բայց մենք փակեցինք գյուղատնտեսության նախարարությունը։ Լավ էս ոլորտում առանձին քաղաքականություն պետք է, թե պետք չի։ Քանի տնտեսություն կա այս ոլորտում, քանիսն են իրանց օրվա հացը այս ոլորտից ստանում։ Ոնց պետք չի։ Այսինքն մնացած ամեն ինչի նախարարություն պետք է, այտենց պաշտոններ պետք լինեն, գյուղատնտեսության նախարարություն պետք չի։ Մենք ասում ենք, որ դա պետք է եւ պիտի վերականգնենք գյուղատնտեսության նախարարությունը, որ առանձին քաղաքականություն մշակենք, պատասխանատու լինի այդ ոլորտի հետ քաղաքականության։ Ու այսինքն կոնցեպտուալ առումով տեղից է սկսվում։ Մնացածը, օրինակ, կարա մեկի համար գյուղը ասի կարևորը մանավանդ սահմանամերձ գյուղերը, որ փակում է դպրոցներ, 200-ից ավել դպրոց, նաև սահմանամերձ շրջաններում։ Այսինքն հասկանում եք, հատկապես սահմանամերձ շրջաններում դու պիտի ամեն ինչ անես, որ մարդը այնտեղ մնա։ Դա բիզնես չի, որ ասես մի քանի հոգի է, դպրոցը չի բանանում, արդարացնում, եկամտաբերություն չունի, փակեմ։ Եթե պետք է 2 հոգու համար պիտի դպրոց պահես, որտեվ դա նշանակում է գյուղ պահել։ Դա նշանակում է գյուղ պահել երբեմն։ Ու հա պիտի պահես, բայց ո՞նց է զբաղանում, որ գյուղերդ մնան։ Իսկ դատարկում է սահմանամերձ շրջանները, ոչ մի կերպ քո գյուղացիներին չես խրախուսում։ Իրենց խնդիրները չես լուծում, որ արտադրանքը արտահանեն, արհեստական խնդիրները քո անպատասխանատու հայտարարությունով ստեղծում։ Դուք Վրաստանի օրինակը բերեցիք, բայց Ռուսաստանը մենք ամեն այդպես բարբերաբար տարբեր խնդիրների ենք Ռուսաստանը ավելի վատ է։ Անբացատրելի հասկանում եք, որովհետև այդ հայտարարությունն պատասխանները տալիս են մեր գյուղացիները, բայց այսքան էլ հերիք չի։ Հայտարարում ես սահմանի բացում մի հատ պետության հետ, որը ուղղակի գալու է խեղդի քո այս ոլորտը։ Թուրքիայի մասին է խոսքը, առանց պատրաստելու, առանց քո ներքին շուկան պաշտպանելու, սուբսիդավորելու։ Հիմա օրինակ մենք պլատֆորմի առաջարկա նաև, որ հայկական արտադրանքին պետական գնումներում տանք նախապատվություն։ Խոսքը մինչև 15%-ի մասին է, որ այսինքն ինչ է դա նշանակում, որ թե հայկական արտադրանքը թեկուզ ավելի թանկ է, բայց պետությունը գնում է դա, որ խրախուսի քո ներքին շուկան։ Հարյուրավոր մեթոդներ կան պաշտպանելու քո շուկան ինտերվենցիայից, էքսպանսիայից։ Թուրքականի դեպքում դա ամենապաշտպանված շուկան է, ու չասեմ, որ մրցակցություն չունենք, այսինքն եթե գալու են խեղդեն ստեղի գյուղացուն, պիտի հասկանաս, չէ՞, ինչես անում, հա բացի սահմանները պաշտպանի քոնը։ Բայց ո՞նց պիտի պաշտպանես, գյուղատնտեսության նախարարություն չունես, արհեստական, այն որ ասում են, առովնը միսցը խնդիրներ է ստեղծում։ Այս մարդիկ կարան պաշտպանեն, սա է։ Դե այնց ինչ որ բան լինի գյուղացին առաջին հերթին տուժելու ու ես էլ եմ համաձայն որ տնտեսապես մենք ընդհանրապես պատրաստ չենք Թուրքիայի սահմանների բացմանը ու մեզ պետք է այդ հարաբերությունները նախ եւ առաջ կայունացնենք Թուրքիայի հետ նոր վերաբացենք ոչ թե այս պայմաններում երբ որ հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերություններում մեկը հանդես է գալի թելադրողի դերում իսկ մեկը կատարողի դերում է անհնար է երկուստեղ ինչ որ բանակցություններ վարել երբ որ մեկը գերիշխող դիրքերից է հանդես գալիս Դե նայեք, օրինակ սահմանի բացում մեզից կախված չի, իրանք փակել են, իրանք էլ կարան մի օր բացեն, չես կարա դրան ասես չդեմ եմ, բայց քեզնից է կախված, դու ինչ քայլեր ես նախաձեռնում, որ պաշտպանես, ինչ պետք է պաշտպանել։ Առաջինը քո տնտեսությունները, գյուղացիական տնտեսությունները, ջերմոցային տնտեսությունները, այդ ամբողջը քեզնից է կախված։ Ես ասում եմ, եթե օրենսդրությունը նայեք, Թուրքիան ունի ամենապաշտպանված ներքին շուկան, ամենապաշտպանվածներից մեկը։ Սուբսիդավորումից սկսած մինչև տարբեր օրենքներ, որոնք պաշտպանում են ներքին արտադրողին։ Դու էլ արա, ու մի վախեցի, որ մի օր սահմանը կբացվի, չի բացվի, այսինքն ապահովագրիր քեզ։ Օրինակ ձեր ուժը շատ կարևոր է նաև որ խոսում է արցախցիների վերադարձի իրավունքի մասին, հայտարարել եք, որ ձեր իշխանության գալու դեպքում արցախցիների վերադարձը կապահովեք դուք, գոնե այդ նվազագույն բանն է, որ ինձ թվում է այսօր կարելի անել արցախցիների համար, այ օրինակ ինչպես եք այդ պատկերացնում։ Նայեք, մենք շատ ազնիվ ենք, շատ ուղիղ ենք եւ ընտրել ենք մարդկանց հետ անկեղծ խոսելու ճանապարհը։ Մենք չենք ուզում պոպուլիստական խոստումներ տալ, մենք նայում ենք իրականությանը բաց աչքերին։ Մենք հիմա Արցախը գրաված է Ադրբեջանի կողմից, էթնիկ զտման է ենթարկված, հայաթափված է, արցախցիներ չեն ապրում Արցախում։ Այս իրավիճակը ուզում ենք փոխվի մի օր, արցախցիները կարողանան հանգիստ ապրել իրենց տներում, վերադառնան իրենց տներ։
Բայց մենք չենք կարող պոպուլիստական բան խոստանանք, որ ասենք գանք իշխանության 3 տարի հետո դուք կլինեք Արցախում։ Մենք կարանք այդ մարդկանց աչքերի մեջ նայելով ասենք, որ ամեն ինչ անելու ենք, միջազգային ճանաչված ձեր վերադարձի իրավունքը միջազգայինորեն ամրագրելու, դրա պաշտպանության համար բոլոր ամեն անհրաժեշտ բանը անելու, որպեսզի երբ որ մի օր հարմար իրավիճակ ստեղծվի, դուք այդ ամեն ինչին պատրաստ ունենաք արդեն ձեր իրավունքները պաշտպանելու համար։ Հիմա կարող է շատ բան անհնարինա թվում, բայց Ադրբեջանում միշտ է Իլհամ Ալիևը լինելու ղեկավար։ Վերջը 30 տարի հետո կարող է լրիվ հակառակ իրավիճակ լինի, իսկ պատմության համար 30 տարին ակնթարթ է, 5 տարի հետո, 7 տարի հետո։ Մանավանդ մենք նենց անկանխատեսելի տարածաշրջանում ենք ապրում։ Մենք ասում ենք, որ պիտի պաշտպանես իրավունքները, չհրաժարվես դրանցից, պայմաններ ստեղծես դրանք պաշտպանելու համար, ու հա հարմար պահին դրանք պաշտպանես։ Խոսքը իրավունքները պաշտպանելու մասին է, ոչ ոք չի ասում գնալու եմ Բաքուն գրավեմ։ Ընդհանրապես հայկական կողմը պատերազմ չի նախաձեռնել։ Դա համար շատ ծիծաղելի է, երբ որ ասում են մենք պիտի սովորենք խաղաղ ապրել, ռազմատենչ չլինենք, երբ ենք պատերազմ նախաձեռնել։ Հետո ում են ասում։ Դրա համար հա մենք մեր համար դա սկզբունքային է, դա արդար է եւ դա մի բան է, որը այո Հայաստանի ղեկավարը մեր կարծիքով պիտի անի, մենք չենք նայում այդ բանը պոպուլիստական տեսակետից, որ այս ինչքան քվեկ բերի, քվեկը տանի, դա պետք է անել, դա ճիշտ ուղղություն է, չենք վախենում դրա մասին խոսել, բայց շատ կարևոր է մենք իրականությունը խոսել մեր քաղաքացիների հետ, արցախահայերի հետ եւ ասել թե ինչպես ենք պատրաստվում ճանաչե պաշտպանել իրենց իրավունքները։ Ու ասացի բարդ ճանապարհ է դա, բայց ես իրակապես չգիտեմ այլ քաղաքական թիմ, որ ավելի լավ դա կարող է անել, քան մենք։ Դե հա բարդ է, բայց անհնար չի, ամեն դեպքում պետք է փորձել, եթե նստենք ասենք չենք կարող անենք, ոչ բան չենք հասնի։ Դե ամբողջ հարցը դա է, գիտեք, հիմա ոնց է, երիտասարդների մասին ենք, չէ՞ խոսում, երիտասարդներին ասում են եւ ճիշտ են անում, մեծ մտածեք, անհնարինը մտածեք, մանիֆեստ արեք, պատկերացրեք, վիզուալիզացրեք դա, որովհետեւ անհնարինը հնարավոր է դառնում, դու պիտի հավատաս քո ուժերին, եւ ճիշտ են ասում, մարդիկ դեզերք են նվաճում, անհավանական լուծումներ են գտնում խնդիրներին, մեծ ընկերություններ են հիմնադրում, բայց երբ որ գալիս է ազգերին, այսինքն հավաքականություններին անհատների, ասում են՝ «Չէ, դու մի մտածի, հանկարծ մի պատկերացրու, մեծ մի մտածի, որտեղ քո գլխին կտան»։ Որտեղ չի լինի, անհնար է դա։ Եթե անհատի համար անհնարին բան չկա, եւ ճիշտ է որ չկա, որտեղ մարդը այս բնության մեջ ամենաուժեղ արարածն է, անհատների հավաքականության համար առավել եւս չկա։ Ուղղակի պետք է այո մեծ մտածել, առաջնահերթություններ դնել, վիզուալիզացնել եւ գնալ այդ աշխատել այդ նպատակի համար։ Կան հեռահար նպատակներ, կան մոտակա նպատակներ, կան ռազմավարական նպատակներ, այո դրանք պետք է ճիշտ բաշխել, պետք է ուժեղանալ, չի բացառում ոչ մի բան, բայց ինչ է նշանակում մի մտածեք ձեր իրավունքները պաշտպանելու մասին։ Ի վերջո այս հարցի մասին երբ որ խոսում ենք, շատ պարզ ճշմարտություն կա։ Հայաստանում հիմա ապրում է շուրջ 150,000 արցախահայ, որի մեծ մասը ասում է ես իմ տունն եմ ուզում գնալ։ Հիմա ով կարա ասի չէ չես գնալու։ Ու ամենաարդար ու ճիշտ բանը արդյոք ինչ որ Հայաստանում լինի իշխանություն, ով ասի ես ամեն ինչ կանեմ քո իրավունքը պաշտպանելու համար։ Էս է մեր մոտեցումը։ Եվ այդ բաները որ իրատեսական չի, հիմա չի լինի, վաղը կլինի։ Ինչի՞ եք դուք հիմա դուրը փակում։ Ոչ ոք չի ասում որ հիմա Ալիևի տիրապետության տակ, այս ռեժիմի տակ պիտի գնան ապրեն։ Բայց ասում են որ հիմա եթե չխոսենք, դա հնարավոր չի լինի նաև 10 տարի հետո, 15 տարի հետո, 20 տարի հետո, 5 տարի հետո։ Դե մենք ցույց ենք տվել, որ նույնիսկ ռազմական բալանսի խախտման դեպքում դիվանագիտորեն մենք կարողացել ենք Արցախը պահենք ու հնարավոր է նաև դիվանագիտական ճանապարհով օրից մի օր, հա, էլի ենք ասում, վաղը չի լինի, մի քանի տարի հետո կարող լինի, բայց ամեն դեպքում այդ անհնար չի։ Իհարկե անհնար չի։ Եթե մենք մտածենք որ անհնար է, եթե սենց այս մտածողությունը լիներ Հայաստանում գերիշխող մտածողություն, ոչ Սարդարապատը ենք հաղթելու, ոչ Արցախը ենք ազատագրելու, ոչ երրորդ հանրապետություն ենք ունենալու։ Այս մարդկանց համար ամեն ինչ անհնար է։ Անհնար է։ Ամենահեշտ տարբերակն է, չէ՞, ասենք պատկերացնում եք Արամ Մանուկյանը, որը այդն Սարդարապատա կազմակերպում, այս մտածողություն ունենար։ Դե շատ են, ռազմական բալանսը մեր կողմից չի, դիրքերը լավը չեն, անհնար է։ Մենք որ 3 օրվա պետություն ենք, երկար բանը կայսրության դեմ ենք խոշոր հաշվով, պիտի կռվենք, դիմագրավենք, կազմակերպված բան անհնար է։ Եկեք հանձնվենք։ Ամենահեշտ տարբերակն է։ Բայց երբ անհնարը դառնում հնարավոր, երբ որ դու դրան հավատում ես ու կազմակերպում ես ըստ քո նպատակի, շատ պարզ բան, իսկ ով էր 89-ին մտածում որ Արցախ հնարավոր ազատագրել։ Քանի տարի տևեց։ 6 տարի։ Որտեւ այդ նպատակի շուրջ կազմակերպված աշխատանք եղավ։ Ամեն ինչ էլ այդպես է։ Ես կարող եմ անհատական շատ օրինակներ էլ բերել, բայց սահմանափակվենք այսքանով։
Հա, օրինակ հենց երիտասարդների շրջանում էլ մեծ մասը իրենք ընդդիմադիր են ու ըստ բոլոր սոցիոլոգիական հարցումների երիտասարդների մեծ մասը Արցախը համարում է հայկական ու իրենք չեն հրաժարվում Արցախից, բայց այն մասը, որը ինքը հայկական չի համարում Արցախը կամ մտածում է, որ Արցախը բերել է ինքը մեր համար բեռա, որտեվ ամեն դեպքում այս իշխանությունը տարիներ շարունակ իր լրատվականներով այդ մարդկանց ուղի մեջ լցրել է ու լիքը ստր են եղել, մարդկանց հենց պետք է ինձ թվում ամենապրիմիտիվ բաները սկսենք բացատրել, հենց օրինակ մեկը խմելու ջուրը, որ Խարվաճարից էր գալի Հայաստան, այ իրենց օրինակ պրիմիտիվ բաները բացատրենք, ասենք, նայեք, քարվաճառը այսօր չկա, դրա համար Հայաստանում խմելու ջրի դեֆիցիտ է։ Ու էլի լիքը շատ օրինակներ կան, որ ապացուցում են, որ Արցախի հայկականությունը այդ ուղղակի պարտադիր է մեր համար։ Մենք հիմա խնդիր ունենք, անվտանգային խնդիր ունենք։ Ես նաև կողմ չեմ մեր անվտանգային խնդիրների կոնտեքստում մենակ Արցախից խոսել, որովհետև տպավորություն ենք թողնում, որ մեր անվտանգային խնդիրը միայն Արցախն է։ Այդպես չի։ Մենք խնդիր ունենք, Ադրբեջանը հիմա մեր տարածքում է, մեզնից միջանցք է ուզում, մեր սահմանադրությունը փոխել է ուզում։ Այսինքն այս ամեն ինչը շահկապված է իրար, բայց շատ ավելի մեծ է պատկերը։ Մենք գոյաբանական խնդիր ունենք, այդ խնդրի մի մասն է Արցախի հարցը, բայց գլոբալ հարցը այն է, որ մենք ունենք երկու հարևան, ովքեր կոնցեպտուալ դոկտրինալ առումով իրենց շահերի տեսանկյունից տեսնում են, որ շահերը պաշտպանված եթե պիտի լինեն, դրա տարբերակն է, որ ստեղ հայկական պետություն չլինի, բովանդակությամբ հայկական։ Հայկական ինքնություն պիտի չլինի այս տարածաշրջանում։ Մենք տենց պիտի նայենք այս հարցին։ Դրա համար երբ որ սենց ես նայում ու հասկանում ես, որ Արցախի հարցով չի սկսվել ու չի ավարտվում Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները, հասկանում ես, որ Արցախը տալով, վերցնելով չի սկսվում ու չի ավարտվում։ Այդ հարցը սկսում ու ավարտվում է, կարա ավարտվի, այսինքն ուժեղանալով, քո մարտահրավերներին պատրաստ լինելով ու քեզ պաշտպանելու ընդունակ լինելով։ Այդ պաշտպանելը պիտի կարողանաս գետնի վրա, բանակի մոդեռնիզացիա է մեզ պետք։ 8 տարի է խոսում բանակի մոդեռնիզացիայից, դեռ ելակից են կողմ չեն անցել։ Մենակ դրա մասին են խոսում, ես չգիտեմ դա ինչ բանակի մոդեռնիզացիա աշխարհում էլ ուրիշտեղ որտեղ կա։ Բայց իշխող ուժի պատգամավորներից մեկը վերջերս տեսախցիկների առաջ համարյա լացում էր, ասում էր 10 օրը մեկ են լողանում, շաբաթը մեկ են լողանում։ Հիմա կողմնորոշվեք մոդեռնիզացրել եք բանակը, բարեփոխել եք, թե մենակ ելակ եք տարի մի քանի տեղ նկարվել ու դա է ձեր մոդեռնիզացիան։ Բայց բանակի իրական ժամանակակից մարտահրավերներին համարժեք բանակա պետք ունենալ, մեզ դաշնակցային արդյունավետ հարաբերություններ է պետք ունենալ, մեզ ուժեղ տնտեսություն է պետք ունենալ։ Մենք պիտի սկսենք արտադրել, ոչ թե սպասենք տեսնենք երբ ճգնաժամ լինում, մի քիչ այդ ճգնաժամից մի քիչ գումարներ մեր մոտով գա, մսխենք այդ գումարները, չկապիտալիզացնենք ու տենց հաջորդ ճգնաժամը երբ է գալիս։ Այսա երբ որ անենք, ու մեզ համահայկական մեր ռեսուրսին միավորում է պետք։ Այսա երբ անենք, մենք կարող ենք մեր անվտանգային հարցերը լուծել, որի մի մասն է նաև Արցախի հարցը, բայց դա մի մասն է մեր գլոբալ անվտանգային հարցի։ Գագիկ Մելքոնյանն էլ էր ասում, որ ճիշտ է մեր զինվորները զոհվեցին, բայց զատո ելակ ուտելով զոհվեցին, ու եթե գանք իրենց բանակաշինությունը նայենք, իրենց խելքը ինքան է հասնում, որ իրենք սուեր են առնում, դրանով իրենք PR-վում են, բայց դրա հրթիռները չեն առնում ու այդքան է այդ մարդկանց խելքը հասնում էլի։ Դե նայեք, հիմա ասում են, որ զորահանդես են անելու ամսի 28-ին, այս նախընտրական արշավի շրջանակներում։ Լավ, ինչ որ զենքեր ցույց կտան, վստահ եմ մի մասը տպավորիչ կլինի, բայց ժողովուրդ ջան, սուերն էլ ցույց տվեցին ձեզ։ Վերջում պարզվեց այդ սուերը չեն կրակում, ամբողջական չեն։ Հիմա դուք նայելու եք, ինչ եք դրանից հասկանալու։ Ոնց ենք վստահ լինել, որ դրանք կարելի է օգտագործել։ Ամբողջական են, մի մասը կիսատ չի, 10%-ով չեն աշխատում։ Այսինքն հասկանում եք, որ ամեն ինչ PR-ի վրա է։ Ամեն ինչ, այս պահին պետք է լավ նկար կստանանք, լավ կPR-վի, չգիտեմ 5000 լայք կհավաքենք, այս պետք է անել ուրեմն։ Ու ջանդամ, թե դա մեր ռեսուրսների հաշվին է ու մեր անվտանգության հաշվին է։ Ճիշտ ոնց որ սուերը, փաստորեն պարզվեց այդ սուերը մի հատ սելֆիի համար են, լավ 1, 2, 3 հատ սելֆիի համար են եւ բանի անկախության տոնի այդ նկարի համար են։ Լավ արժեր դա դրան։ Չէ։ Ընդհանրապես հիմա գլուխը կախ աշխատելու ժամանակն է։ Ամեն երկիր պատերազմում պարտված երկիրները եթե կարողացել են ոտքի կանգնել, դա պահանջել է քրտնաջան աշխատանք։ Դրա ժամանակն է Հայաստանի համար, եթե ուզում եք պետություն ունենալ։ Դե նույնիսկ Գերմանիան առաջ ու երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո կապիտուլացվեց, պարտվեց, ծանր ավելի դժվարին ժամանակներ էր ապրում, քան օրինակ այսօր Հայաստանը, բայց դրանից հետո այսօր դարձել է աշխարհի ամենազարգացող երկրներից մեկը։ Ճապոնիայի վրա երկու ատոմային ռումբան է տվել, հասկանում եք դա ինչ է։ 100 հազարավոր զոհեր։ Եթե հանձնվեին, այսինքն հրաժարվեին այդ իրանց պատկերացրած Ճապոնիան ունենալուց, հիմա ուր կլիներ այդ ազգը։ Մինչև հիմա Ռուսաստանի տարածքային բան ունեն, հակասություն ունեն։ Գերմանիան կվերամիավորվեր, ոտքի կկարողանար կանգնել։ Այո, պետությունները պարտվում են, երբեմն նաև կապիտուլացվում են, բայց դա դատավճիռ չի։ Այդ է ամբողջ հարցը։ Մեզ ուզում են համոզել, որ մենք սրանից բացի այլ տարբերակ չունենք, չէ՞ մենք դրա հետ համաձայն չենք։
այո, պարտվել ենք, ծանր պարտություն ենք կրել, բայց կանանք ոտքի կանգնենք։ Բայց ոտքի կանգնելու համար պետք է որ այդ պարտության պատճառները ու գլխավոր մեղավորները իրենք չորոշեն մեր ճակատագիրը, սա հարցը լավ երիտասարդներ ջան, վերջո երիտասարդների մասին ենք հիմնականում խոսում։ Աշխարհում էլ օրինակ գիտեք որ պարտված երկրի ղեկավարը ով որ մի կողմ թողնենք գնահատական է, պարտության ժամանակ ղեկավարել է երկիրը, էլ շարունակել է մնալ երկրի գլխին։ Լավ, հիմա պահանջում են մեզնից, որ սահմանադրություն փոխենք, այլևս պահանջում է։ Հաջորդ պահանջը որն է լինելու, այսինքն ինչքան սենս էլի։ Դե ինքնիշխանությունը մեր ուզում են վարի տան։ Բայց ամենաշատն չէ ինքնիշխանությունից խոսում։ Տեսեք որտեղ է, էլի գնացել է Պուտինի հետ հանդիպել է, ասում է ես Արցախը ճանաչեցի Ադրբեջանի կազմում, որովհետև դու երկու անգամ տես բան ես հայտարարություն ես արել։ Մի կողմ եմ թողնում արել, այտենց հայտարարություն չի արել, կոնկրետ ինչ արել, այդ ինչ ինքնիշխանություն է։ Այսինքն Պուտինը եթե վաղ հայտարարի, որ Սյունիքը պատմական ադրբեջանական կամ իրանական տարածք է, Հայաստանը, եթե իրանք ղեկավարեն, ոչ թե դիվանագիտական նոտա են հղելու, մի խոսքով հակադարձելու են դրան, այլ բանելու գնալու են հրաժարվեն Սյունիքից, այդ ինչ ինքնիշխանություն է։ Ասենք աշխարհի լավ Ռուսաստանը կլինի, որ մեկը կլինի, կարող 100 անգամ քոշարին հակասող հայտարարություն անի։ Դա ինչ նշանակում որ դու էլ պիտի գնաս նույնը անես։ Մի կողմ եմ թողնում էլի ասվելա, չի ասվել, ոնց է ասվել, վերջը Ռուսաստանը նաև են երկիրը, որը այդ պայմանագիրը, որը համաձայնագիրը, որը ստորագրվել է, Արցախի կարգավիճակը թողում էր ապագային դրանով մեզ հնարավորություններ տրվում։ Բայց իրանց այդ նարատիվը էլի ոնց կլինի sense, այս ինչ ինքնիշխանություն է, ինչ ինքնիշխանություն է, որ ադրբեջանական զորքերը մեր տարածքում են, ինչ ինքնիշխանություն է, որ դու Ադրբեջանի պահանջով սահմանադրություն ես փոխում, բայց ինքնիշխանություն քեզ իրականում պետք է որ դու որոշես քո ճակատագիրը։ Չէ, դա չգիտեմ, բառը չկան, որ այդ բոլորս է կարող գնանք նստենք Պուտինի դիմաց, խոսանք, այն մեր երկրի ժողովրդավարը, որտեղ մեր երկրում էս են անում, այն են անում, քո երկրում Telegram օրինակ արկելա փակում է, էս ալում, այն ա լինում, բայց դրանից հետո պետքա մեր ժողովրդը հասկանա, լավ, այդ հայտարարությունները իրանք հետևանքներ ունենալու, ու այն շատ լավ է, որ այս ընտրությունների նախաշեմին եղավ ու ինտիմությունը ստեղ աշխատելու շատ մեծ տեղ ունի, ու հանգիստ կարա մարդկանց բացատրի, եթե Ռուսաստանի հետ հիմա վատ հարաբերություն ունենանք, ասես կարելի է 100-ավոր կետերով բացատրել, թե ինչ վնասներ է կրելու մեր երկիրը։ Ռուսաստանի ժողովրդավարության մակարդակը Ռուսաստանի ներքին խնդիրն է։ Դա մեր համար հարյուրորդական հարցեր պիտի չլինի։ Դա մեր գործը չի, ինչպես մեր գործը չի Իրանում ժողովրդավարության մակարդակը, Ամերիկայում եւ այլն։ Մեր գործը մեր երկրի վիճակն է, եւ մենք պիտի անենք այն հայտարարությունները, որոնք մեզ օգուտ են, պիտի չանենք այն հայտարարությունները, որոնք մեզ վնաս են։ Շատ տրիվիալ բան է, բայց դա է պետք։ Գիտեք, մենք գնում ենք հանդիպումների ու հանդիպում ենք եւ Ռուսաստանի հետ տնտեսական կապեր ունեցողների հետ, եւ այնտեղ աշխատողների հետ, եւ արտագնա աշխատանքի մեկնողների հետ։ Գիտեք, այդ բոլոր մարդիկ մեզ ինչ են ասում։ Ասում են ամեն անգամ sense հայտարարությունից հետո մեր կյանքը բարթանում է, փաստաթղթերը չեն տալիս, անիմաստ կանգնացնում են, բարդություններ են ստեղծում արհեստական, բիզնեսի համար են արհեստական բարդություններ ստեղծում։ Այսինքն անպատասխանատու հայտարարություններ անում են իշխանությունները, հետևանքները կրում է ժողովուրդը։ Լավ ինչքան կարելի է sense։ Ի վերջո բոլոր իրենց հայտարարությունների այդ Արցախը Հայաստանը եւ վերջ հայտարարությունը բանով գրեց իր ուսերին։ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամները չգրեցին։ Մենք էս չենք կարել, շռայլություն չունենք էլի sense իշխանություն ունենալու, չգիտենք ինչ անպատասխանատու հայտարարություն կանի, հետո հետևանքները անդադ գրելու։ Օգոստոսի 8-ից հետո ինչ հայտարարություն արեց։ Միջև մենք գլխում չի տեղավորվում այդ հայտարարությունը, ոնց կարելի է գնաս, ասես խաղաղության թուղթ եմ ստորագրել, նախաստորագրել, հետո ասես մեր տիրապետության տակ դեռևս կան տարածքներ, որոնք ադրբեջանական են։ Այսինքն սա հետևանք է, չէ՞ ունենալու մեր համար։ Ոնց կարելի է երկրի ղեկավարը sense հայտարարություն անի։ Եթե թշնամու շահեր ուղիղ սպասարկող չի, ոնց կարելի է sense հայտարարություն անել։ Մենակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չանելը մեզ արդեն հնարավորություն կտար։ Իսկ ինչ է կարծում հնարավոր է հետընտրական կոալիցիա կազմել ու այս իշխանությունը հանել։ Ամեն ինչ ժողովրդի քվեից է կախված։ Ես իմ ուժի տեսակետն եմ պաշտոնական ասում, որ եթե մեր քվեները անհրաժեշտ լինեն իշխանությունը փոխելու համար, բնականաբար մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Եթե որևէ մեկ ասում որ այդ ճանապարհով չի գնալու, թող ինքը բացատրի ինչ անելու, եթե իր քվեից կախված լինի, իշխանություն փոխվում է թե չէ։ Մենք մեր գլխավոր ամբիցիան չի որ մեր ուժի առաջնորդը լինի երկրի ղեկավար։ Մեր գլխավոր խնդիրն է, որ իրավիճակ փոխվի երկրում։ Մնացած ամեն ինչ ժողովրդն է որոշվում իր քվեով։ Եկին կտա 50+1, կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չի լինի։ 50+ չի տա կտա տարբեր ձայներ, պիտի այն լինի երկրի առաջնորդ, ով ամենաշատ ձայներն հավաքի, ասենց։ Նա շնորհակալություն Տիկին Վարդանյան, որ համաձայնվեցիք մեզ հյուրընկալել։ Մեր հետևորդներին խնդրենք, եթե իրենց դուր են գալի մեր ոդքասթները, բաժանորդագրվեն, լայք դնեն ու սեղմեն զանգակի կոճակը։